Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Հունվարի 27-ը հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր էր։ Հունվարի 28-ին Հայաստանը նշել է բանակի օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման համաձայնություն է ձեռք բերվել։ Փաշինյանը հայտարարել է՝ ճիշտ կլինի Հայաստանի էներգետիկ համակարգը միացնել Ադրբեջանին ու Թուրքիային։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տաշիր կապիտալը միջնորդել է կանխել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գույքը ձեռք բերելու գործընթացը։ Ազգային ժողովի ընտրություններում Հայաստան դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Ասիայում նիպա հանունով նոր վիրուս է տարածվում։ Հայաստանում վստահեցրել են՝ նիպահով հարուցված հիվանդության տարածման ռիսկերը ցածր են։ Եվրամիությունը հաստատել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի հատկացումը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կարգալույծ է հռչակել եպիսկոպոս Գևորգ Սարոյանին։ Նորագյուղի փոխարեն Երևանում կստեղծվի բարձրահարկ շենքերով դաունթաուն թաղամաս։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթվա ընթացքում Կիևին չհարվածելու իր խնդրանքին։